Բարև ձեզ։ Բուն TV եթերում այսօր զրուցելու ենք Ալիք մեդիա լրատվական կայքի հիմնադիր եւ խմբագիր Արսեն Խառատյանի հետ։ Ողջույն Արսեն, շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու։ Ես եմ շնորհակալ։ Ես կուզեի, որ մենք հայ-ամերիկյան հարաբերություններից խոսեինք եւ նաեւ Ամերիկայի առհասարակ տարածաշրջանային քաղաքականությունից, բայց օգտվելով առիթից նախ հարցնեմ, որպես լրատվական կայքի խմբագիր, ֆինանսական այն ճգնաժամը, որ առաջացել է նույն ամերիկյան քաղաքականության պատճառով, ինչպես է հաղթահարում կամ ստացվում է արդյոք։ Շատ բարդ, իհարկե, ինչպես կարծում եմ, անկախ լրատվամիջոցների մեծ մասը, որոնք դրամաշնորհային միջոցներից կախվածություն ունեն, կարծում եմ բոլորիս համար դա բարդ փուլ ենք անցնում, տեսնենք ինչ հանգուցալուծում կլինի, բայց որքան էլ մեզ համար, այսպես ասած, մորթապաշտական մղումներից ելնելով, այսինքն մեր իսկ կազմակերպությունների վրա ազդեցությունը բարդ է, բայց դե սա շատ ավելի լայն ազդեցություն ունի, որովհետև եթե մենք, այսպես ասած, մի փոքր հատված ենք այդ ամբողջ մեծ պատկերի մեջ, ապա տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների հատկապես ԱՄՆ-ի զարգացման գործակալության փակումից հետո ինչպիսի լուրջ մարտահրավերներ ունեն երկրների մակարդակով, որ մնաց փոքր լրատվամիջոցները, որոնք անկախությունը պահպանելու համար այնուամենայնիվ շարունակում են կախվածություն ունենալ դրամաշնորհային միջոցներից, այնպես որ հեշտ փուլ չէ, ինչպես ենթադրում եմ, որ նաև հենց այս մեր լրատվամիջոցը, որտեղ մենք հիմա խոսում ենք։ Իսկապես դժվար փուլ է բոլորի համար, բայց որևէ երկրի արտաքին քաղաքական որոշումները քննարկելիս միշտ պետք է հաշվի առնենք իրենց տեսակետից դա ինչ շահերից է բխում։ Ինձ համար մի քիչ դժվար է պատկերացնել, թե բոլոր այն կազմակերպությունները, որոնք այսպես թե այնպես փոքր կամ մեծ չափով Ամերիկայի Միացյալ Նահանգների փափուկ ուժի գործիքակազմի մաս էին կազմում, դրանց փակմամբ արդյոք իսկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերն է, որ հետապնդում է այս adminstrացիան։ Կարևոր հարց եք տալիս, եւ սա, այսպես ասած, բավական լայն քննարկվեց հենց այն ակտիվ փուլում, երբ հունվարի վերջին հայտարարվեց, որ գործակալություն է փակվում։ Մի քանի բառով ուղղակի վերհիշենք, թե սա ինչի մասին է, հա, այս կազմակերպությունը ինչ էր անում։ Բավական մեծ բյուրոկրատական համակարգ էր, 10,000 անցնող աշխատողներով, ընդհանրապես Միացյալ Նահանգներում արտաքին աջակցությունը հնայի 1%-ն է կազմում։ Սա բյուջեում հաստատված ուրեմն տող է, որը օրինակ 2024 թվականին 42 միլիարդի էր հասել։ Խոսքը վերաբերում է 80-ից ավել պետություններում ամերիկյան հարկատուների փողերով զարգացման ծրագրեր իրականացնելու։ Ընդհանուր առմամբ USAID-ի հետ կապված ԱՄՆ-ում բավական տևական ժամանակ է եւ դեմոկրատների եւ հանրապետականների շրջանում լայն քննադատություն եղել է։ Խնդիր է դրվել հասկանալու արդյոք որքանով է էֆեկտիվ գործում այդ արդեն հսկա բյուրոկրատական կառույցը, որքանով է դա ուղիղ ամերիկյան շահերի տարածքում, որովհետև ինչ որ կետից այն կողմ USAID-ին ինքը իրենով այնքան մեծ բյուրոկրատիա էր, չնայած իհարկե ուղիղ հատկապես երկրներում դեսպանությունների հետ կոորդինացված էին աշխատում, բայց նաև առանձին միավոր էր։ Ընդհանուր առմամբ պետք է հասկանալ արդյոք սրանով գոնե այս վարչակազմի, ամերիկյան այս վարչակազմի օրոք փոխվում է ամբողջությամբ, այսպես կոչված միջազգային զարգացում կոչվածը, այսինքն international development կոչվածը, որտեղ տեխնիկական աջակցություն է տրամադրվում երկրներին, որոնք իրենց հետևից բերում են մի քանի կարևոր հանգամանք, սա միայն Միացյալ Նահանգներին չի վերաբերում, սա նաև Արևմտյան Եվրոպայի, գիտենք բոլոր երկրները մեծ մասը ունեն տեխնիկական զարգացման գործակալություններ, ասենք, չգիտեմ, գերմանացիների մոտ դա GIZ-ն է, շվեդների մոտ դա SIDA-ն է, բրիտանացիների մոտ դա DFID-ն էր տևական ժամանակ, Նստեյության այդ տրամաբանությունը երկրորդ աշխարհամարտից հետո եղած այդ նոր միջազգային կարգի էությունից էր բխում, չէ, որ պիտի օգնեն զարգացող երկրներին ավելի արագ զարգանալ, կանխելու համար հետագա կոնֆլիկտները եւ նաեւ ապահովագրելու իրենց անվտանգությունը։ Շնորհակալություն, դա բարոյեթիկական շղարշն է, այսինքն աջակցում ենք աղքատությանը, աջակցում ենք, չգիտեմ, հումանիտար աջակցության կարիք ունեցող երկրներին կամ ռեգիոններին։ Բայց դրա տակ բնականաբար նաև իհարկե աջակցում ենք ժողովրդավարական մի երկրում, աջակցում ենք մի երկրում չենք աջակցում, հա, այսինքն որտեղ շանս ենք տեսնում, այդտեղ ենք մտնում,
բայց դրա հետ մեկտեղ նաև արվել է հսկայական քանակությամբ իսկապես բացի ժողովրդավարական մարդու իրավունքների խոսքի ազատությանը վերաբերող ծրագրերից ես տեսա հենց USAID-ի փակման ժամանակ այն ողջավորությունը, որ կար Ռուսաստանում եւ որոշ ռուսաստանցի գործընկերներ, որոնք պատմում էին, թե ինչպես էր 90-ականներին Էրմիտաժը վերանորոգվում USAID-ի գումարներով, թե ինչպես էին շատ տարբեր ֆունդամենտալ կառույցներ Ռուսաստանի եւ ոչ միայն Ռուսաստանի բնականաբար համար այն փուլում, երբ որ շատ տարբեր իրողությունների հետ էին կառնչվում, սա եղավ։ Ուղղակի որպեսզի ընդհանրացնենք 2000-ականներին, 2000 թվականին, դե այսպես է, չէ, հումանիտար աջակցությունը ՄԱԿ-ը, որը որ պիտի ընդհանրաբար որոշում կայացնողը լինի հիմնական ուղղությունների, փիլիսոփայությունների առաջնահերթությունները սահմանողը 2000 թվականին գիտենք այդ հայտնի SDG-ները, հազարամյակի զարգացման մարտահրավերները, որոնք ձևակերպվեցին, որոնք 8-ն էին, որոնք սկսում էին աղքատությունից, կրթությունից մինչև կանանց իրավունքներ, այս ամբողջ փաթեթը, որի շրջանակներում բնականաբար խոշոր խաղացողները պետք է իրենց կողմից երկկողմ տրամաբանությամբ եւ նաեւ բազմակողմ խոշոր ֆինանսական կառույցների միջոցով կլինի համաշխարհային բանկը, կլինի արժույթի միջազգային հիմնադրամը, սրանք արդեն միջպետական վարկեր տրամադրող կառույցներ են, որոնց տակ նաև տեխնիկական աջակցության, այսինքն անվճար փողի, այսպես կոչված, դրամաշնորհային պետություններին տրամադրող դրամաշնորհային փաթեթներ կային։ Եվ Միացյալ Նահանգներում Բուշ երկրորդի վարչակազմի օրոք ստեղծվեց հազարամյակի զարգացման հիմնադրամ, որը առանձին էր USAID-ից, եւ հենց խնդիրն այն էր, որ USAID-ին էֆեկտիվ չէին համարում, չափից դուրս բյուրոկրատացված էին համարում էին, որ նաեւ այդ գումարները հաճախ ոչ բավարար չափով են հասնում այն կետերին, որտեղ պիտի հասնեն։ Սա ես խոսում եմ հիմա ներամերիկյան դեպատի մասին։ Ձևավորեցին մի կառույց 2002-3 թվականին, որն առանձին գործակալության կարգավիճակ ուներ, այսինքն այո, ուղիղ կապված էր պետքարտուղարության հետ, խորհրդի ղեկավարը պետքարտուղարն է, ինչպես օրինակ USAID-ի բարագայում էր, բայց առանձին կոնգրեսից հատկացում ուներ իր առանձին բյուջեով եւ գաղափարն էր, որ կորպորատիվ մշակույթ բերեին կառավարություն, քիչ մարդաքանակով, մեծ գումարներ տնօրինել եւ էֆեկտիվորեն ավելի։ Սա կարելի է ասել անուղղակիորեն USAID-ի դեմ կառույց էր, որովհետեւ ասենք 10000 հոգանոց հիմնարկը, եթե այսպես ասենք, որը այո, խոշոր գումարներ էր տնօրինում, բայց էֆեկտիվության խնդիր ուներ, հիմա ստիպված էր տեսնել 2-300 հոգուց բաղկացած մի կազմակերպություն, պետական կառույց, որը տարեկան միլիարդ, 2 միլիարդ գումար էր տնօրինում։ Եվ դրեցին մի շատ կարևոր հետաքրքիր սկզբունք, սա քաղաքական գործիք է անկախ ամեն ինչից, բայց գումարները հիմնականում իսկապես աղքատ երկրներին էին գնում, ասենք միջին եկամուտ ունեցող երկրները չեն կարող ավտոմատ ուրեմն ստանալ այսպիսի գումարներ։ Եվ ուրեմն ժամանակացույցով շատ հստակ, որովհետև հաճախ սա էր մեծ խնդրեմ, գումարները գնում էին, ժամանակն անցնում էր, փողը կամ չէին կարողանում ծախսել, կամ էֆեկտիվ չէին կառավարում եւ այլն, այսինքն երկրներին, որոնք կարողանում էին դառնալ այս կորպորացիայից գումար ստացող պետություն, 5 տարվա ժամկետ էր տրվում, այդ 5 տարվա կտրվածքով այն մանրամասնություններով պիտի ծրագրերը հստակ լինեին, որ գումարը կարողանային ծախսել, հակառակ պարագայում գումարը հետ էր գնում։ Ուրեմն ուզում եմ ասել, որ USAID-ին ռեֆորմացնելու այսպես ալտերնատիվ մի մարմին արդեն ձևավորվել էր դեռևս 2000-ականներին, որն ուղիղ կապված էր նաև ՄԱԿ-ի կողմից սահմանված հազարամյակի մարտահրավերների շուրջ։ Այս տեսանկյունից ուղղակի կավարտեմ USAID-ի փակման հետ կապված, բացի այն, որ 10,000-ից ավել մարդ աշխատանք կորցրեց, ներքաղաքական դեպատում շատ լուրջ հակասություններ չկային։ Այո, կար կերպի հետ կապված, այսպես արագ, այսպես հապշտապ անելը կարող է լրջորեն վնասել վարկաբեկելով նաև։ Հետո նաև հաշվի առնենք, այո, վարկաբեկելն էլ իր հերթին, որովհետև այս վարչակազմը այդպիսի ոճ ունի, մի հատ այդպես հնարավոր բոլոր գրոտեսկային նեգատիվը ներկայացնում է, ներկապնակ է ներկայացնում, մասնի թվիթների միջոցով, ինչու ոչ սենատում պրեզենտացիաներ էին անում, որտեղ ցույց էին տալիս, թե անիմաստ է ծախսվել գումարները վերցնելով փոքր պրոյեկտներ աշխարհի տարբեր հատվածներից եւ այսպես ասած դեմոնիզացնելով կառույցն ընդհանրապես եւ ուրեմն հասկացան նաեւ որ այս հապշտապության պայմաններում բավական լուրջ խնդիրներ են առաջանալու, որովհետեւ պետք է հիշենք նաեւ որ USAID-ին այնքան խոշոր բյուրոկրատական համակարգ էր դարձել, որ ինքը արդեն իր աշխատակազմով հաճախ ծրագրեր չէր իրականացնում։ Ստեղծվել էին այսպես կոչված կոնտրակտորներ, մեծ կառույցներ, որոնք առավելապես իրենց
աշխատանքը հարմարեցրել էին USAID-ին, զեկույցներ ներկայացնել եւ արտապատվիրակում էին։ Այո, արտապատվիրակելը լավ բառ է, outsourcing-ը հիշեցինք եւ ուրեմն, ասենք Chemonix-ի նման կառույցներ կային, որոնք որ հայտնի ուրեմն բաներ էին, այսինքն կառույցներ էին, որոնք համագործակցում էին USAID-ի եւ տեղում իրականացնում էին ծրագրերը։ Հիմա նաեւ պատկերացրեք ինչպիսի պարտավորություններ կային այդպիսի կառույցների նկատմամբ, որոնց հետ չես կարող, լավ, դու պետական ֆինանսավորման այս հատվածը փակեցիր, հիմնարկ, այսպես ասած, ինստիտուտը փակեցիր, բայց ունես մասնավոր ընկերություններ, որոնց հետ ունես պարտավորություններ եւ ուրեմն դատական process-ներ սկսվեցին եւ դրանք դեռևս իդեպ ընթանում են։ Բայց ամեն դեպքում տեսանք, որ այսպիսի դրակոնյան մեթոդներով հնարավոր եղավ փակել USAID-ի 80%-ը փաստացի այլևս գոյություն չունի, այն փոքր հատվածը, որը առավել հումանիտար աջակցությանն է վերաբերում եւ առանցքային կարեւորություն ունեցող երկրներին Իսրայել, Եգիպտոս, այս խողովակը պահվեց, դրանից մի փոքր վարչություն ստեղծեցին պետքարտուղարության ներսում, որը եւ հիմա տնօրինելու է այդ միջոցները։ Բոլորս տեսնում ենք եւ համամիտ ենք դրա հետ, բայց կարծում եմ երկփեղկված է կարծիքը այն մասին, թե մտածված են արդյոք այդ քայլերը, թե ոչ։ Ոչ միայն այն համատեքստում, ինչն արդեն քննարկեցինք, այլ նաեւ նույն ԱՄՆ Ռուսաստան, ԱՄՆ Չինաստան, ԱՄՆ Իսրայել հարաբերությունները, որ հասել են հիմա այնպիսի մի աստիճանի, իսրայելական լոբին, հրեական լոբին միշտ է շատ ազդեցիկ եղել, բայց հիմա հասել են մի իրադրության, երբ հակաժողովրդավարական ճնշումներ են Ամերիկայի ներսում, օրինակ նույն համալսարանական շրջանակներում, չէ, աշխատանքից ազատվում են դասախոսներ, ուսանողներ են արտաքսվում նույնիսկ երկրից, որոնք փորձում են հակաիշխանական ինչ-որ բան ասել եւ պրոպագանդիստյան։ Այս բոլորը այնուամենայնիվ այդ հարցականը դեռևս թողնում է։ Այս բոլոր քայլերը մտածված մեծ ռազմավարության առանձին բաղադրիչներ են, թե պարզապես հախուռն ինչ-որ որոշումներ, ինչպես օրինակ տեսնում ենք, որ մի քանի օր հետո օրինակ որոշումները չեղարկվում են այս կամ այն ոլորտում։ Ինձ թվում է պետք է առանձին մոտենանք հարցերին, որտեվ չենք կարող ընդհանրացրած ասել, որ ուրեմն ամեն ինչ կամ շատ հախուռն է, կամ ուրեմն այդպես խորը մտածված ռազմավարություն կա, որի փոքր էլեմենտներն ենք մենք դեռևս տեսնում, որտեվ դրանք երևութական չեն։ Եկեք կոնֆլիկտներից այդ դեպքում խոսենք, կոնֆլիկտների մասին Թրամփը ասում էր, որ դեռևս մինչև ինագուրացիան անգամ եթե ոչ, ապա անմիջապես նախագահի աթոռը ստանձնելուց հետո կոնֆլիկտները դադարելու են աշխարհում։ Մենք տեսնում ենք, որ դա չի հաջողվում։ 4-րդ ամիսն է, 100 օրն անցել է նախագահության, մենք լսել ենք տարբեր հայտարարություններ եւ խոստումներ, որոնցից եւ ոչ մեկը գլոբալ իմաստով եւ բոլորի համար հասկանալի էր, որ այն մասշտաբի մեքենան, որ աշխատում է եւ աշխատել է օրինակ ուկրաինական ճգնաժամի կամ ռուս-ուկրաինական պատերազմի պարագայում, այդպես մեկ ստորագրությամբ կանգնեցնելը անհնար է, հա, հատկապես մարդիկ, որոնք կոնֆլիկտներին հետևում են առավել մանրամասն, ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ, բայց տեղի է ունեցել հետեւյալը։ Այո, դրամատիկ փոփոխություն է տեղի ունեցել ամերիկյան քաղաքականության հատկապես խնդրահարույց երկրների պարագայում Բայդենի եւ Թրամփի տարբերությունն էական է։ Նախ Պուտինը դարձել է ձեռք սեղմող մարդ։ Եթե Բայդենի վարչակազմը, Բայդենն ինքը ի սկզբանե հայտարարեց նրան հանցագործ եւ հետո ունեցանք ուրեմն դատարանի վճիռ Պուտինի վերաբերյալ, ապա Թրամփը ոչ միայն չէր կակցնում դա, այլև ասում էր պիտի խոսենք դա սխալ ուղղություն։ Երկրորդը տեղի ունեցել այն, որ նախ ռուս-ամերիկյանին անդրադառնանք, ռուս-ամերիկանում Էրեադում կայացած հանդիպումների երկու ռաունդների ընթացքում էական միակ որոշումը, որը թերևս կկարողանան իրականացնել, դա դիվանագիտական առաքելությունների գործունեության վերականգնումն է, որովհետև էապես դեգրադացվել էին հարաբերությունները, ընդհանուր մինչև գլխավոր հիպոթեզաները են փակվել Սիեթլում եւ Սանկտ Պետերբուրգում, իսկ դիվանագիտական անձնակազմերը, որոնք հարյուրների էին հասնում Մոսկվայի եւ Վաշինգտոնի պարագայում, իջել էին ամենանվազագույնի եւ այսպես կարելի է ասել, որ հարաբերություններ փաստացի չկային։ Դրանք միայն առավել, այսպես ասած, խնդրահարույց հարցերի շուրջ կարող էին կոնսուլտատիվ բնույթ կրել, որոշումը կա, որ դրանք վերականգնում են, դիվանագետները վերադառնում են, գլխավոր հիպոթեզաները վերաբացվում են։ Հաջորդ թիվ պիտի լիներ եւ Թրամփը սա չի թաքցրել, որ այո Ռուսաստանի հետ մենք պիտի խոսենք որպես շորտերություն եւ այն տրամաբանությունը, որ մինչ այս է եղել, մեզ պետքական չի կարող լավ տեղ տանել։ Տեղի ունեցավ հաջորդ բանը, որն առավելապես Ուկրաինային էր խփում, մի կողմ եմ դեռ դնում զենքի ֆինանսական ներկայության եւ այլն։
ուկրաինական ճգնաժամական կոնֆլիկտը քննարկվում էր առանց Ուկրաինայի։ Սա մեծագույն կորուստ է Ուկրաինայի համար եւ սա Թրամփի քաղաքականության ուղիղ արդյունք կամ հետևանք է։ Երրորդը իհարկե եւ կներեք գլխավոր նպատակներից մեկը նաեւ կարելի է սահմանել ռուսաստանյան ադմինիստրացիայի, որը համարում էր, որ արհեստական պետության եւ իրենց տերմինոլոգիայով ոչ լեգիտիմ ղեկավարության հետ որևէ բան չեն քննարկում, այլ այդ պետության մասին պիտի քննարկեն աշխարհի մեծերով, այսպես ասած։ Այո, եւ այնինչ իրենք ասում են այդ ոչ լեգիտիմը, Թրամփը դեռ երկրորդեց մի հատ էլ, տեսանք Զելենսկիի հետ հայտնի հանդիպումը, ասաց, որ անհասկանալի է քո լեգիտիմությունը, որտեղից ես դու, ինչու ես դու իշխանությունում, բայց սրան զուգահեռ, այո, այն նարատիվը, որ Ռուսաստանը տարիներ շարունակ, հիմա ասում եմ, ես մի պահ արդեն մտածում եմ, ասում եմ, մնում է ասեն հատուկ ռազմական գործողություն, պատերազմել չանվանեն, որ ամբողջ պատկերն ամբողջանա, հա։ Ողջ բառարանը։ Այո, որտեվ խնդիրը տեսնում ենք, թե ռուսական գիծը ինչ է, ինքն ասում է, ես Ուկրաինայի հետ չեմ պատերազմում, ես հավաքական արևմուտքի, ՆԱՏՕ-ի եւ աշխարհի հետ եմ պատերազմում, եւ ուրեմն այնտեղ խոսելու բան չունենք, փաստացի սա է նրանց ասածը, ինչը այս ադմինիստրացիան առանձնապես դրան դեմ հանդես չեկավ, ոչ միայն դեմ հանդես չեկավ, այլև այդ ուղղությամբ արեց այն, ինչը Ռուսաստանին հաստատ առավելապես ձեռնտու էր։ Հիմա այստեղ դրա արդյունքում եվրոպացիները ստիպված վերադիրքավորումների անցան, ուզում եմ հիշեցնել, որ այսպես չի, որ եվրոպական մայրաքաղաքներում մարդիկ շատ զարմացած են, Թրամփի մի վարչակազմ տեսել են եւ դրա հետ աշխատելու փորձ ունեն։ Ես ինքս 18 թվականին Բրյուսելում ՆԱՏՕ-ում տեսել եմ օրինակ դինամիկան Մերկել-Թրամփ, չգիտեմ, Մակրոն-Թրամփ, այո, Մակրոն-Թրամփ եվրոպական միության այլ լիդերների դինամիկան խոսակցության, Կանադա իդեպ շատ հետաքրքիր լարվածություն կար նաև այն ժամանակ, այսինքն այդպես չէր, որ սրանք այս ամենը նոր է պայթում։ Ուրեմն կարող ենք ասել, որ ավտորիտար ռեժիմների համար ձեռնտու ժամանակահատվածը Միացյալ Նահանգների այսպիսի ադմինիստրացիա ունենալը, ինչը իհարկե բարդացնում է հատկապես մեր նման երկրների վիճակը, որոնք փորձում են կամ գոնե այսպես ասած դեկլարատիվ մակարդակում դեպի ժողովրդավարության ձգտելու եւ ժողովրդավարության միջոցով արևմուտքի հետ այսպես ասած հարաբերությունները խորացնելու խնդիր կամ նպատակ են դրել։ Այդ կոնֆլիկտների համատեքստում նաեւ մեզ պատած ցավին, այսպես ասած, անդրադառնանք, երբ նրա հատուկ հանձնարարություններով այդ դեսպան նշանակված Ուիտկոֆը, որ փաստորեն աշխարհի բոլոր կոնֆլիկտներով որոշել են, որ ինքը պիտի զբաղվի, ինչպես որ հասկանում ենք, այցելությունից հետո Բաքու հարցազրույց էր տալիս Կալսոնին եւ այդ հարցազրույցի համատեքստում անդրադարձավ նրան, որ ինքն ունի այդպիսի մի ռազմավարություն, որ կոնֆլիկտի երկու կողմերի հետ էլ խոսելը կարեւոր է համարում եւ նշեց մի քանի կոնֆլիկտներ, որոնց համատեքստում այդ նույն մոտեցմամբ է առաջնորդվում եւ նշեց նաեւ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը։ Այդտեղ ես մի փոքր նրբերանգել նկատեցի, որ ինքն ամեն դեպքում նշում էր, որ ինչպես ասեմ, նույնիսկ ագրեսոր կողմի հետ պետք է խոսել եւ ինքը նշեց Ռուսաստանը, Համասի հետ որոշակի խորհրդակցություններ ունենալը եւ Ադրբեջան այցելությունը նաեւ, եթե այս դիտանկյունից նայելու լինենք եւ դուք էլ նշեցիք, որ 100 օրը լրանում է եւ ոչ իսրայելյան համատեքստում, ոչ ռուս-ուկրաինականում չեն կարողանալու շոշափելի հաջողություն ներկայացնել։ Կիսում եք այն տեսակետը, որ այստեղ մենք կարող ենք շահագրգռել իրենց, որ ավելի մեծ մասնակցություն ունենան եւ որոշակի արդյունքների հասնեն։ Կարևորագույն բան եք ասում, որովհետև այո, արդյոք կարող ենք հայ-ադրբեջանական կարգավորումը, ես հիմա այսպես ոչ օրդինար լեզվով ասեմ, վաճառել Թրամփի վրա որպես հնարավոր հաջողություն, որից ինքը կարող է օգտվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մնացած բոլոր ուղղություններով կարծես թե էական առաջընթաց ոչ միայն չկա, այլև արվում են հայտարարություններ եւ հետո դրան հաջորդում են ճիշտ հակառակ գործողություններ, ինչը առնվազն հեղինակության տեսանկյունից, Միացյալ Նահանգների հեղինակության տեսանկյունից պիտի խնդրահարույց լինի։ Եվ նաև իր խոստումների տեսանկյունից աշխարհում պատերազմներ ավարտելու։ Ճշգրիտ, այսինքն, եթե հաշվի ենք առնում, որ Թրամփն այնուամենայնիվ իրեն համարում է աշխարհի կարևորագույն մարդը, եւ հայտարարություն չկա կամ ասուլիս չկա, իսկ ինքը մամուլի հետ շփվում է պրակտիկորեն ամեն օր,
երբ որ չասի, որ ինքը լավագույն նախագահն է, որ երբևէ եղել է ամերիկյան պատմության մեջ, այսինքն այս մոտեցումը հաշվի առնելով բնականաբար իր ասած խոսքը պիտի գետնով չտրվեր, բայց նաև տեսնում ենք նախկինում, որ նախորդ 4 տարիների ընթացքում շատ տարբեր բաներ են ասվել տարբեր իրավիճակներում եւ դրանք ոչ միայն չեն իրականացել, այլև տեղի ունեցել ճիշտ հակառակը։ Հատկապես 44-օրյա պատերազմի օրերին, երբ օրինակ ասում էին, հենց հիմա 1 րոպեում կանգնեցնում են, մենք տեսել ենք, չէ՞, դա անդրարշավի ժամանակ, որը որ փաստացի իհարկե ոչ միայն տեղի չունեցավ, այլև ճիշտ հակառակն էր։ Ինչ այդ հայտարարություններն արվում էին, լինում էր ճիշտ հակառակը։ Հիմա արդյոք կարող ենք հայ-ադրբեջանական կարգավորումը կամ խաղաղության այս փաստաթուղթը, որի շուրջ կարծես թե համաձայնություն կա, դարձնել ամերիկյան քաղաքականության կարևոր կամ Թրամփի արտաքին քաղաքականության կարևոր էական հատված, որտեղ իրենք իսկապես ներգրավեն այնքան, որպեսզի առավելապես Ադրբեջանի դեմ կարողանան կամ Ադրբեջանին հասցնեն նրան, որ ստիպված գնան ստորագրման, որովհետև կարծես թե մենք այս հարցում որևէ հստակություն չունենք, այսինքն հայտարարություն կա առայն որ փաստաթղթի շուրջ, թե տեքստի շուրջ համաձայնություն կա, բայց նախապայմանները լսել ենք Ադրբեջանի կողմից, ինչը անիրատեսական է դարձնում այդ փաստաթղթի ստորագրումը, եթե իրենք կանգնած են լինելու այդ տրամաբանության հետևում։ Ես չեմ ուզում զգուշավոր լավատեսություն կունենայի, բայց այստեղ եթե Հայաստանի արտաքին քաղաքականության իրական գերակայությունը իսկ այս պահին կարծես թե այդպես է, հնարավորինս շուտ փաստաթուղթ ստորագրելն է, սա է, չէ՞, կարծում եմ չեն թաքցնում իրենք, ավելին ոչ միայն չեն թաքցնում, այլև ակնհայտ է, որ առավել ակտիվ այս փաստաթղթի շուրջ արձագանքներ ստանալու ջանքերը Հայաստանն էր ներդնում։ Այսինքն մենք տեսել ենք 40-ից ավել երկիր, որոնք որ ողջունել են այս փաստաթուղթը, այդ թվում Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, հենց Եվրամիության մակարդակով Ֆրանսիան եւ խաղացողը մինչեւ Բրիտանիա։ Ուրեմն Գերմանիան եւ այդպես շարունակ։ Եվ ուրեմն այս տրամաբանության մեջ հիմա արդեն առնվազն շատ դժվար է Ադրբեջանի համար ագրեսիվ որևէ բան անել, որովհետեւ այնուամենայնիվ լսեցին, աշխարհը տեսավ, հասկացանք, որ փաստաթղթի շուրջ համաձայնություն կա, այդ ինչ կա, որ չեք ուզում անեք, հա, սա արդեն որոշակի իմաստով կարելի է ասել փոքր հաջողություն է պահելու այդ վիճակը գոնե այն ողորկ վիճակը, որ ունենք։ Ինձ համար ոչ թե կարևոր է բարդ է ասել, թե որքանով կուզենան մտնել այդ գործընթացի մեջ, եթե չունենան նախնական իսկապես վստահություն, որ ինչ որ բան տեղից շարժվում է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ունեցել ենք դեպք, երբ Սպիտակ տան ղեկավարին զեկուցվել է, որ այ շատ մոտ ենք անգամ մինչև կարելի է կանչել լիդերներին այստեղ, որովհետև ստորագրելու են, խոսքը QS-ին է վերաբերում, երբ Հայր Ալիևը եւ Քոչարյանը գնացին սկզբում Ֆլորիդա, հետո Սպիտակ տանը հանդիպում եղավ, այն ժամանակվա ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահող Քերի Քավանոն էր հիմնական ակտիվ բանակցողը, որը նաև տարածաշրջանում էր արդեն մի քանի անգամ եղել ակադեմիական տարածքից եկող, բայց նաև դիվանագիտական լուրջ փորձով մեկը, որը համոզված էր կամ կարծում էր, որ իսկապես մոտ է այդքան եւ որ ընդհանուր մինչեւ հասնելով նրան, որ Սպիտակ տանը ընդունելությունը խրախուսել էր, որտեղ մինչեւ այդպիսի որոշում կկայացվի, ուրեմն այն մակարդակում պիտի ասել չէ, որ հաստատ գիտենք այդպես է։ Գիտենք, որ տեղի չունեցավ QS-ը, Քերի Քավանոն կորցրեց իր աշխատանքը, այդպես չվերադարձավ դիվանագիտություն, դրանից հետո եւ ակադեմիական տարածքում է։ Եվ ուրեմն ամերիկացիներն ունեն այս փորձը, անկախ նրանից, թե վարչակազմի ղեկավարն ով է։ Ես չեմ կարծում, թե Վիտկոֆը կամ որևէ մեկը, եթե իսկապես չիմանան, որ ունեն լծակներ ստիպելու, որ դա տեղի ունենա, բանը հասցնեն Սպիտակ տուն եւ որից հետո դա էլ տապալվի։ Իդեպ այդ հարցազրույցում ներողություն հենց դա շեշտում էր, որ այդ հանդիպումները նպատակ ունեն անձամբ ծանոթանալու եւ վստահ լինելու, որ նախագահին կարելի է զեկուցել, որ այս կոնֆլիկտները հնարավոր է երկխոսությամբ լուծել, այսինքն լուծելի հարցեր են։ Այսինքն եթե Ուկրաինան ինչ է զեկուցել, դա չգիտենք։ Այսինքն եթե Ուկրաինան Գազան Թրամփի նախընտրական խոստում էր եւ ինքը անձամբ էր ներգրավված եւ խնդիր ուներ նաեւ ցույց տալու, որ աշխարհում խաղաղություն բերող է եւ այլն, Լեռնային Ղարաբաղի կամ հայ-ադրբեջանական կարգավորման տեսանկյունից Թրամփը պարտավորություն չունի։ Չնայած երկու հայտարարություն եղել է, գիտեք, այդ թվում նաև հաշվի առնվում այն, որի մասին շատ չենք խոսում, չգիտեմ ինչու, որ նաև արցախցիների իրավունքներին անդրադարձ կա այդ հայտարարություններում, երբ խոսքը գնում էր Արամ Կաթողիկոսի հետ Թրամփի դա նախընտրական շրջանում էր, բայց հենց սա այդ նախընտրական շրջանի հետ փաստարկը ինչի չի օգտագործվում կամ խոսվում հիմա։ Ես չեմ ասում Հայաստանի արտգործնախարարությունը դա պիտի անի, բայց ես որևէ մակարդակում չեմ տեսնում, որ այդ խոստմանը վերադառնալու որևէ տենդենս կա։ Սենատից կարծես նամակ կար հիշեցմամբ։ Հենց նախորդին, ճիշտ է, որտեղ տեքստում նշվում էր էթնիկ զտում եւ այլն, բայց նկատի ունեմ հայկական
քաղաքականությունը այդ ուղղությամբ առանձնապես ակտիվ չէ։ Սա ներամերիկյան է հայկական լոբինգի գերակայություններով, հա։ Հիմա սա հաշվի առնելով պիտի մտածենք հետևյալ կերպ։ Տեսականորեն կարծենք, որ առավել կազմակերպված խմբերը Ամերիկայում, հայկական խմբերը դեմ են այս փաստաթղթին։ Տեսականորեն չէ, հրապարակային էլ դաշնակցությունը այստեղ էլ ատեմ հանդես եկել այս փաստաթղթին։ Սա նշանակում է, որ հաշվի առնելով առաջիկա ընտրությունները, իսկ մի քանի տեղերում բավական բարդ իրավիճակում են հայտնվել հանրապետականները, հայկական ներքին, ուրեմն օրակարգի եւ լսարանի հետ խոսակցության հարց կա։ Մյուս կողմից, արդյոք այդ գինն ունի սա կորցնելը եւ օրինակ լուծում բերելը հայ-ադրբեջանական ուղղությունում, որտեղ ադրբեջանցիներն առանձնապես հետաքրքրված չեն հիմա ինչ-որ բան ստորագրելու, հա, ակնհայտ է սա եւս։ Այսինքն ծանոթ է արվելու Թրամփի պարագայում ներքաղաքական տիրույթում հայկական ուժի կորուստը, որովհետեւ պարզ է, որ առավել կազմակերպված խումբն առանձնապես հետաքրքրված չէ, որպեսզի այս փաստաթղթը ստորագրվի, եւ մյուս կողմից, այո, համաշխարհային միջազգային հարաբերություններում, այո, կարելի է հանդես գալ որպես Նոբելյան մրցանակի հավակնորդ մեկը, որը որ գոնե մի կոնֆլիկտի կարգավորումը բերեց հասցրեց, եւ այսպես կոչված անգլերենում ասած հասած միրգ, հա, low hanging fruit, երբ որ դու արդեն քաղելու ժամանակն է, հա։ Սա էլ դեռևս վերջնականապես հստակ չի։ Հիմա տեսնում ենք նորից ի հայտ է գալիս այն խնդիրը, որ Հայաստանի Հանրապետություն եւ Սփյուռքյան կառույցներ այդ կապի վերականգնման, չգիտեմ ինչպես ձևակերպել, անհրաժեշտությունը կա։ Շատ, դա միշտ դրա մասին էլ չեմ ուզում որ հիշել, չես կարող ենք խոսել, որտեղ առանցքային խնդիր է։ Ես կարծում եմ ցավոք ժամանակը չի ների, բայց կարևոր խնդիր է, որ կարծում եմ առանձին կարելի է խոսել իհարկե, բայց այո, մի բան էլ հաշվի առնենք, Ադրբեջան-Իսրայել-ԱՄՆ երակողմ աճող կապը, որը իհարկե Իրանի դեմ է նաև ակնհայտորեն, դա չի էլ թաքցվում, բայց նաև Ադրբեջանի ակտիվ եւ նաև այսպես ասած անթակույց, այսպես ասած խանդավառությունը Թրամփի ադմինիստրացիայի եւ իսրայելահրեական լոբիստական ուժերի միջոցով ինչ որ հարցեր կարգավորելու կարողությունը։ Մի առանցքային լավ բան կա, որը լսեցինք, դա ուրեմն ռազմավարական խարտիան վերահաստատելն է այս ադմինիստրացիայի կողմից, ինչով իջիկ դարձավ այն փաստարկը, թե իբրև թե ինչի են ստորագրում Բայդենի հետ գնացող ադմինիստրացիայի եկողը կարող է գա եւ զրոյացնի, չեղավ այդ բանը, բայց դա չի նշանակում, թե այդ փաստաթուղթը կենսունակ է դարձել։ Հատկապես առանձին ուղղություններով դեռևս շատ լուրջ առաջընթաց չենք տեսնում, ես հույս ունեմ, որ տեսնելու ենք, ինձ համար շարունակում է կարևորագույնը լինել էներգետիկայի ոլորտում ամերիկյան ներգրավվածությունը, որը ցավոք նաև որոշակիորեն տուժել է գոյություն ունեցող մի խոշոր պրոյեկտը, որ USAID-ի շրջանակներում էր արվում Հայաստանում, որը նախնական նաև ինչ որ իմաստով պիտի սպասարկեր այդ պայմանագրերին, որոնք պիտի հետևեին, այդ հայտնի 1-2-3-ը, որը վերաբերում է թե ինչ քայլեր պիտի արվեն եւ հնարավոր միջուկային համագործակցությանը, խաղամիջուկային համագործակցության ատոմակայանին եւ այլն։ Այսինքն տեքստը կա, խարտիան կա, հա, այսպես ասած շրջանակային փաստաթուղթը կա, բայց դա մի սուարյունով լցնել կամ կենսունակացնելու հարցը դեռևս ակտուալ է։ Ես չգիտեմ հայ-ամերիկյան այս վարչակազմի հետ հայ-ամերիկյան օրակարգի ակտիվության կետը որտեղ է լինելու, չեմ տեսնում դեռևս։ Հայ-ադրբեջանականն է արդյոք, իսկ գուցե հայ-թուրքականում ինչ որ բան հնարավոր լինի անել։ Դրանք փոխկապակցված են արդեն իսկ ակնհայտորեն, որքան էլ մենք չուզեինք, որ դա այդպես լիներ, պարզ է, որ Ադրբեջանն է հիմնական, այսպես ասած, բացական դերակատարը հայ-թուրքական կարգավորման հարցում, եւ այս տեսանկյունից կարծում եմ, որ ամերիկացիների հետ օրակարգի պակաս չկա, ես ավելին ասեմ, ես կարծում եմ, որ հաշվի առնելով այս ադմինիստրացիայի բնույթը, էությունը եւ այլն, Մերձավոր Արևելքի հայ համայնքների եւ ավելի լայն քրիստոնեական ժողովուրդների հետ կապված օրակարգում մենք կարող ենք ներգրաված լինել։ Այնուամենայնիվ նույնիսկ Թրամփի օրոք ձևավորած որոշակի օրակարգեր կան, որոնք նույնպես կրոնական անդուրժողականությանն են վերաբերում, այստեղ բացի այցերից եւ այլն, արդյոք կա այն կոնտեքստը, որտեղ մենք կարող ենք տարբեր հարցեր քննարկել, կարծես թե դեռ մեծ հաջողություն չունենք այս ուղղությամբ։ Հուսանք, որ կլինեն որոշակի հաջողված քայլեր եւ առաջիկայում նաեւ դրանց էլ կանդրադառնանք։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։